Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը այսօր ազգային ժողովի Եվրաինտեգրման հանձնաժողովի կողմեն դրական եզրակացություն ստացավ։ Նախագիծը պիտի ընդգրկվի հառաջիկա ազգային ժողովի նիստի օրակարգին մեջ։ Հունվար 9-ին Հայաստանի կառավարությունը հավանություն տված էր Եվրամիության անդամակցելու գործընթաց սկսելու օրինակիցին, որը հետո այն ուղարկվեցավ խորհրդարան։ Փետրվարին փաստաթուղթը հաստատվեցավ առաջին ընթերցմամբ։ Հայաստանին Սուրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասած է Հալեբ, օժանդակությունը ստացած է Հալեբի համայնքապետարանը, ներկա եղած են Սուրիո մեջ Հայաստանի Հանրապետության արտագաղթ եւ լիազոր տեսփան Ռուբեն Խարազյան եւ Հալեբի մեջ Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյան։ Հայաստան 2025 թվականի մարտ 16-ին պաշտոնապես իրավունք ունի Եվրոպական միության անդամ երկիրներ արտահանել ցուկ եւ ցգնգիտ, հայտնած է Հայաստանի արտաքին գործոստ նախարարի տեղակալ Բարույր Հովհաննիսյան ազգային ժողովի Եվրոպական համարգման հարցերու մշտական հանձնաժողովի արտահերտ նիստին։ Հայաստանի մեջ Ֆրանսիայի արտագաղթ եւ լիազոր տեսփան Օլիվիե դե Կոտինին X-ի մեջ լուսանգարներ հրապարակած է հայտնելով, որ Սյունիք այցելած է։ Սյունիք մարզի Գորիս քաղաքի մեջ կզարգացնենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը եւ ֆրանսերենի հանդեպ սերը, ավելի գանուղ տեսփանը X-ի մեջ նշած էր։ Կսկսենք բարեկամության, համերաշխության եւ աջակցության այդ Սյունիքի մարզ։ Սյունիքը Հայաստանի տարածքի անկախտելի մասն է։ Մարզի բնակիչները իրավունք ունին խաղաղ ապրելու առանց մտահոգության եւ սպառնալիքներու, գրած է դե Կոտինին X-ի մեջ։ Թուրքիո դարբեր խոշոր քաղաքներու մեջ Ստամբուլի, Իզմիրի եւ Անտալիայի մեջ կշարունակվին զանգվածային փողոքի ցույցերը ի պաշտպանություն Ստամբուլի քաղաքապետ Էկրեմ Իմամօղլուին, որը օրեր առաջ ցերպակալվեցավ։ Կհայտնեն թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիո գլխավոր ընտիմատիր Քեմալական ժողովրդահանրապետական գուզակցությունը նախագահի տեխնազու հայտարարեց Էկրեմ Իմամօղլուն։ Ավելի քան 14 միլիոն 850 հազար անց քվեարկած է Իմամօղլուի օգտին այսօր կայացած նախնական ընտրություններուն, ըստ է ժողովրդահանրապետական գուզակցության նախագահ Օզգյուր Օզել։ Ան մարտ 23-ին Ստամբուլի մեջ կայացած հանրահավաքի ժամանակ ասաց է, որ գուսակցության համագիրները սեպտեմբեր 24-ին ամեն օր հրապարակներու մեջ պիտի լան։ Ստամբուլի նահանգապետարանը մարտ 26-ին պիտի դիտարկի Ստամբուլի փոխքաղաքապետի տեխնազությունը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին ցերպակալված Էկրեմ Իմամօղլուի փոխարեն։ Թուրքիո մեջ ցուցարարները փախում ունեցած են ոստիկանության հետ կգրե միլիետ 66 ցուցարար Պերման ենթարկված է 5 ոստիկան վիրավոր է։ Էկրեմ Իմամօղլուն ցերպակալվեցավ մարտ 19-ին անգմեղատրվի երկրի մեջ արգելված Քուրդիստանի աշխատավորական գուսակցության աջակցելու եւ կաշառագերության մեջ։ Ինքը Իմամօղլուն հերքած է իրեն առաջադրված մեղադրանքները։ Եվրոպայի խորհուրդը դադարեցրեց Էկրեմ Իմամօղլուի ցերպակալությունը եւ գոչ ըրավ Թուրքիո իշխանություններուն անհաբաղ ազատարձակել ընտիմատիր գործիչը։ Իսրայելի ռմբակոծություններուն հետևանքով Խան Յունես եւ Ռաֆահ քաղաքներուն վրա մարտ 24-ի լուսաբացին զոհերու թիվը հասած է 16-ի։ Համաս հանդես եկած է դատապարտող հայտարարությամբ մարտ 23-ին Իսրայելի կողմեն դարբեր շրջաններու ռմբակոծություններու հետևանքով Գազայի հատվածին զոհերու թիվը հասած է 53-ի։ The Wall Street Journal-ը վկայակոչելով իր աղբյուրներուն հայտնած է, որ Իսրայել մտածիր է լայնածավալ ցամաքային հարձակումը սկսել Գազայի հատվածին։ Բարբերականը բարձրացած է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ազգային անվտանգության նոր խումբի անդամները կգործեն, որ Գազայի որոշ հատվածներու վերահսկումը վերջապես թույլ պիտի տա իրենց հաղթելու իսլամական թիմակրության շարժման Համասին։ Ամերիկայի եւ Ուկրաինո ներկայացուցիչները գիրակի օր հանդիպած են Ռիադի մեջ քննարկելու Ռուսաստանի եւ Ուկրաինո միջև մասնագի հրատատարի հնարավորությունը։ Հանդիպումեն հետո որ տևած է 5 ժամ Ուկրաինո պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերով X-ի մեջ գրած է. Մեր հանդիպումը ավարտեցինք ամերիկյան խումբին հետ, քննարկումը արդյունավետ էր եւ նպատակաուղղված, շոշափեցինք առանցքային հարցեր, ինչպես ուժանյութի հարցը։ Մինչ բանակցություններու մեկնարկը Ումերով հայտնած է, որ ուկրաինական պատվիրակության գազմին մեջ ընդգրկված են ուժանյութի ոլորտի փորձագետներ, նաև ռազմաձովային եւ ութային ուժերու ներկայացուցիչներ։ Ուկրաինո նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաուդյան Արաբիո մեջ Ամերիկայի հետ բանակցությունները գառուցողական որակած է, անըսած է, որ խոսած է պաշտպանության նախարար Ումերովի հետ եւ դեղեցությունները ստացած է հանդիպման եւ բանակցություններու ընթացքի մասին։ Հռոմի Ֆրանսիս Պապը շաբաթներ շարունակ կգտնվեր հիվանդանոցեն ներս 3 առաջին անգամ հիվանդանոցեն դուրս գալեն յետք, քանի մվարգյան դուրս եկած է բադշկամբ եւ ողջունած հավատացյալներուն։ 88 տարեկան Ֆրանսիս Պապը հիվանդանոց տեղափոխված էր փետրվար 14-ին ծանր շնչառական վարակով։ Այդ հիվանդությունը անոր գործունեության ընթացքին առողջության համար ամենալուրջ բարդությունն էր, ըսած են բժիշկները։ Իսկ 3 անոնք նաեւ հայտարարած են, որ դեռ երկար ժամանակ կպահանջվի լիարժեք ապակինվելու համար։ Ձեզի հետ էր Անի Զեյթունցյանը։